Բարև եղբայր, լավ ես։ Ուրախ եմ շատ։ Լավ եմ, ցավություն։ Հա։ Շատ ակը։ Իհարկե։ Ես իրան մոտ եմ։ Բարև Աշրապետ։ Հաջան։ Ոնց անենք, որ ինձ երկու րոպեով հնարավորություն ունի ես ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ինձ ճանաչում եք։ Այո, ճանաչում եմ։ Բազմաթիվ անգամ դիմումներ ունենք ձեզ։ Բայց մենք հանդիպել ենք, չէ՞։ Հանդիպել ենք 22 թվականին, վերջին անգամ։ Ձեր հանձնարարությամբ ստեղծվեց հանձնաժողով մեր քրեական գործերի ուսումնասիրելու համար։ Այո։ Ուսումնասիրեցին շատ լավ, մենք գոհ մնացինք դրանից։ Բայց դրանից հետո ոչինչ չի արվում։ Հիմա հերթով արդեն գործերը կարճվում է։ Երկու քրեական գործ մեր ծնողներից, 5 քրեական գործից երկուսը արդեն Բայց դատարանել է ուղարկվել։ Մեր գործը դատարանում է, էլի նորից ինքնասպանության հասցնելով, այդ մի տղային, որ ինքնասպանության իբր հասցրել է իմ երեխուն, բայց տենց բան չկա, սպանել են, դուք էլ լավ գիտեք, որովհետև այն ժամանակ որ Ես լավ չգիտեմ, որ քննության մանրամասներն չեմ տիրապետում։ Քննության մանրամասները չգիտեք, բայց ինչի եմ ասում դուք լավ գիտեք, պարոն Փաշինյան, որովհետև այն ժամանակ որ Աննա Վարդապետյանը մեր 5 քրեական գործը ձեզ ներկայացնում էր, ինքը ասեց ձեզ, որ այս մայրերը ճիշտ են, այս քրեական գործերը պետք է վերաբերական ստանան։ Այո, դուք ներկա եք։ Ինքը ասել է, որ այդ քրեական գործերը կնայվեն, այս վերջերս էլ մենք խոսել ենք, որոշները ուղարկվել են դատարան եւ որոշներով էլ շարունակվում է, բայց ելի եմ ասում, մենք այսօր քննությունը կամ դատախազությունը քննությունը սխալ անելու որևէ մոտիվացիա չունի։ Քննությունը իրականացվում է փաստերի հիման վրա, փաստերը ինչպիսին են, այնպիսին էլ կլինեն։ Մի վարքյան, դուք երևի լավ տեղյակ չեք։ Իմ տղայի գործը հիմա դատարանում է։ Ես այդ դատավարությունը չեմ ընդունում, որովհետև ասում են ինքնասպանության հասցնելով ներողություն, երբ է գնացել դատարան։ Մի րոպե, երբ է գնացել դատարան։ Երբ է գնացել։ Հիմա չեմ կարող։ Չէ, մի տարի առաջ, 2 տարի առաջ։ Մի րոպե կներեք, մի րոպե։ Դա նշանակում է, որ մեր հանդիպումից հետո քննությունը բացվել է, քննությունը ավարտվել է եւ գործ ուղարկվել է դատարան։ Հիմա դատարանում ինչ եզրակացության կգան։ Ես այն տղաներից չունեմ։ Եզրակացության կգան։ Նախապես արդեն գիտեմ։ Ասում եմ, երբ որ այդ տղային Ռուսաստանից ռոզիսկ են տվել, հետախուզում են հայտարարել Ռուսաստանը չի տալիս։ Նանա Մուրադյան։ Տիկին Մուրադյան։ Մենք պայմանավորվել ենք, որ գործը կհետաքննվի, կուղարկվի դատարան։ Գործը հետաքննվել է, ուղարկվել է դատարան։ Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունենք։ Ուզում ենք մեզ ընդունեք 5 ծնողից, 4 ծնողից արդեն։ 4 ծնողից մեզ ընդունեք, նստենք քննարկենք։ Դուք մեզ ասում եք։ Ես ընդունել եմ ձեզ, մի րոպե կներեք։ Դուք մեզ ասում եք, ես եմ ու դուք եք, ոչ մեկից գործ չունեք։ Չէ, մի րոպե կներեք, ես ձեզ ընդունել եմ կառավարության շենքում։ Այո, քանի անգամ։ 22 թվականին, որովհետև այն ժամանակ պայմանավորվեցինք, որ ամեն գործ սիրելուց հետո ձեզ պիտի ներկայացնի։ Հիմա գործ ուսումնասիրվել է, ուղարկվել է դատարան։ Թողեք դատարանում գնա, ես էլ բան դատարանում գիտեք ինչ են ասում։ Ասում եմ, երբ որ այդ տղուն լավ ինքնասպանության հասցնելով դատեցիք, ինչ ա լինելու, ասում եմ, երբ որ Հայաստան կգա, այդ ժամանակ այդ տղային կդատեն, չի գա էդի Հայաստան։ Ինչ անենք ուրիշ։ Բա ես ինչ գլխիս քարին տամ իմ գլուխը։ Մարտի 15-ին 16 տարին իմ տղայի սպանության կլրանա, որ քարին տամ իմ գլուխը։ Հիմա ասենք ինչ անենք մենք, ինչ անենք։ Ինչ պիտի անենք։ Ներողություն։ Ինքը չի քննիչին բերեք, դատախազին բերեք, դատեք։ Գլխավոր դատախազը ասում են կընդունեք, չի ընդունում մեզ։ Տիկին Մուրադյան, մի րոպե, Վարդապետյան ձեզ քանի անգամ ընդունում։ Չի ընդունել մեզ ընդհանրապես։ Իմ ներկայությամբ բա ընդունել։ Մի րոպե, մարդը ուրիշ մարդ ուրիշ երկրում, դրա համար ընդհանրակարգ կա։ Պետք է հետախուզում հայտարարեն, դիմեն, էս անեն, իրավական, բա ուրիշ ինչ անեն։ Չեն տվել, Ռուսաստանը չի ներազգում, ասում են ինքը ուրիշ ինչ անեն, կա իրավական ընդհանրակարգ։ Մենակ ինքը չի, բերեք քննիչին, դատախազը դատեք, բացեք։ Մենք հանդիպել ենք, մենք ձեզ խոստացել ենք, որ գործը կքննենք, ուղարկենք դատարան։ Գործը քննվել է, ուղարկենք դատարան։ Հիմա դատարանում պետք է որոշվի։ Ինձ հանդիպեք, չհանդիպեք, հենա հանդիպում եք։ Ես չեմ կարող ոչ մի բան անել։ Դա արդեն դատական ատյանի խնդիրն է, պետք է հետախուզում։ Ուզում ձեզ ներկայացնեք մանրամասը, սենց ոմիկա, չէ։
որ դուք տեսնեք Ինձ որ մանրամասն այս երկրում, որ ոչինչ չի կատարվում այս երկրում։ Դատական այդ համակարգը ոչինչ չի անում։ Գործը գնացել է դատարան։ Գնացել է դատարան գործը, բայց ինչ ձևի է գնացել։ Ես ինչ պետք է անեմ։ Ես ինչ պետք է։ Մենք ասում Միատ ասեք, ես ինչ պետք է անեմ։ Սպանության գործերը պետք է վերավորակում ստանան, հոդվածները փոխել։ Հարգելիս, Որտեւ իմերական տրանսպանտ չի եղել, սպանել են իմերական։ Փաստերը կա։ Գործը վերավորակվում է փաստական հիմքի վրա։ Այո։ Ես դատական Փաստական հիմքն էլ այդ որ ուսումնասիրեցին ձեր հանձնարարությամբ մեր քրեական գործերը ուսումնասիրեցին եւ ուղարկեցին դատական։ Պետյանը, որը որ հիմա գլխավոր դատախազ է եւ այն ժամանակ ձեր հանձնարարությամբ եւ ինքը եղել է այդ խմբի, որ ուսումնասիրել են ղեկավարը, առանց իր ստորակ իմանալու մի հատ կետ, մի հատ ստորակետ չի դրվել, որ նոր այդ Հարգելիս տեսեք, գործը ուղարկվել է դատարան, դատանում պետք է քննվի։ Ես ուրիշ բան չեմ քննվի, էլի քննվի, բայց կներեք, ես այն ինչ որ խոստացել եմ արվել է։ Հիմա դատանը կքննվի։ Մեզ չեք կարող ընդունեք։ Ես դες կարող ընդունեմ։ Ես դες կարող ընդունեմ, բայց ընդունեք, մենք նստենք քննարկենք այս հարցը։ Բայց ես ուրիշ բան ձեզ ներողություն եմ։ Տարի պետք է սենց սպասեմ։ Ներողություն եմ խնդրում, բայց ընդունեմ, մեկը ուրիշ բան, ինչ որ հիմա ասեցի, չեմ կարող Դուք ասել։ լիքը բաներ չգիտեք, պարոն Փաշինյան, ինչ է Հարգելիս, ես ինձ պետք չի իմանալ, որովհետև ես ձեզ խոստացել եմ, որ գործը կբացվի, կուղարկվի դատարան, գործը ուղարկվել է, բացվել է, ուղարկվել է դատարան։ Հիմա դատական ուրիշ մարդ չի որ դատական իշխանությունը իր գործը պետք է անի։ Քանի գործը քննվում է առավել եւս ոչ մեկ ոչ մի բան չի կարող անի։ Գործը պետք է դատանում քննվի։ Հաջան, ոնց անեմ Հաջան։ Եկեք, բարև ձեզ։ Ով է նկար։ Շնորհակալ։ Լավ է։ Իրատեսական չի։ Հիմա եթե չենք տունուտել խոմ ինչի։ Կարած գրես էլեկտրոնային փոստով էլ։ Կարոն բերեմ նամակը գցեմ Քեն բարև։ Լավ է։ Լավ։ Գյումրիում ֆեստիվալի ժամանակ Ուրախ եմ սա։ Սենց ոտի վրա չենք կարելու ժամանակի էլեկտրոնային փոստով գրի ինձ։ Հետո թողստել մեզի ներգրավել այս ընտրական այս կամպանիաների մեջ, որ մենք ստե լուրջ բաներ կարել։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, ձեզ հարց ունեմ ծառայողականի հետ։ Ինչ ծառայողական։ Ես պատերազմի մասնակից եմ եղել։ Իմ արձակուրդայինները գրել են։ 52-258 օրամասը։ Ես դիմել եմ, ինձ ասեցին, որ դիմեմ պարոն Կապիտյանին։ Դիմել եմ, ու այդ անպատասխան է մնացել։ Ինչն անպատասխան մնացել։ Որ իմ տեղը գրես ստորագրել են, որ Ո՞վ է գրես ստորագրել։ իմանամ։ Ոնց կարա տենց բան։ Հենց Ուրա պարոն Պապիկյանը, բարև։ Ես դիմել եմ, Պապիկյան, պարոն Պապիկյան, մի րոպե կմոտենաք։ Ստեղծարարության հետ կապված խնդիր կա։ Մի հատ խնդրում եմ նայեք։ Բարև համերգ երկալին է։ Ինչ համերգ եղբայր։ Ձեր վարչապետ։ Հա, չգի, ապրիլին երևի։ Բարև, լավ եք։ Բարև։ Բարև։ Լավ, դուք լավ եք։ Նորից բարև, գնացինք։ Էլեկտրոնային փոստով ինչ կերեմ, ոնց անեմ։ Հարցը ձևակերպի։ Ճանաչում եք իրան։ Այնքը ճիշտ չի ասում, որ ինչ չի ճանաչում, ուղղակի լավ բան չարեց, որ տենց ասես։ Ով ով չճանաչում։ Որ դուք ասում եք չեմ ճանաչում, դուք Դե լավ կարա բան չարեցիք, հա։ Մի հատ լսի իրան։ Լավ է։ Համայնքի ղեկավարը կրկես։ Ես իրան ճանաչում եմ, դու իր Եղբայր, բա ինչ ես ուզում։ տանիքի հետ եմ մոտիկ այդ ցավը։ Դե բա ինչ անեմ ես ասա, ինչ անեմ։ Դե գրի մի բան ասա, եթե բան չես ասում, ինչ ես ուզում։ Տենց մի առողջ չի, էլի։ Դե գրի ասում եմ, գրի։ Անձամ ես կարդում եմ, գրի։ Նամակը բերեմ գցեմ։ Չէ, թղթի նամակով չի լինելու։ Ուղիղ գրի ինձ, էլեկտրոնային փոստ գրել գիտես։ Աշխատեմ այս հարցը։ Facebook-ի էջում գրած է այդ հասցեն, այդ հասցեով գրի։ Ստեփան։ Բարի։ Ոնց է։ Լավ, եղբայր։ Էլի գրաֆիկից հետ մնացինք, հա։ Ինչ գրաֆիկ։ Շատ լավ, էս էլ մեր արմավիրի այցներ, տեսակ։
Հեռախոս ստուդիա։